Հունիսի 27, 28 և 29 ամսվա ամենաշոգ օրերը։ Հիդրոմեծառայության պետն ասում է, որ այդ օրերին հատկապես Երևանում կգրանցվի այս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը՝ +38։ Մենք կանխատեսել ենք բավականին շոգ հուլիս եւ օգոստոս, այնպես որ ազգաբնակչությունը պատրաստ է այդ շոկերին եւ պետք է ասեմ, որ կլինեն օրեր, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում հուլիսին, օգոստոսին առանձին օրեր կմոտենա 40 աստիճանի։ Թե հատկապես որ օր է երկրի գլխավոր օդերևութաբանը դեռևս դժվարանում է ասել։ Ըստ նրա ջերմաստիճանը նաև մի փոքր կնվազի հունիսի 30-ին, բարձր ջերմային ֆոնը կկրկնվի հուլիսի 1-ից 3-ը, ամռան արևը վտանգավոր է հատկապես մինչև 7 տարեկան երեխաների և տարեցների համար։ 30-40 աստիճան շոգի պայմաններում ես միայն խորհուրդ կտամ, եթե չունենք սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ, երիկամային պաթոլոգիաներ, օգտագործեն 2-ից 3 լիտր սովորական ջուր։ Շատ հեղուկը սակայն վտանգավոր է սրտային հիվանդների համար։ Բժիշկները նրանց և բոլորին խորհուրդ են տալիս կեսօրին չլինել կիզիչ արևի տակ։ Արևի ուղիղ ճառագայթներից անպայման պետք է պաշտպանվել, եթե հնարավորության դեպքում դուրս չգալ տնից, գոնե առավոտյան ժամը 11-ից մինչև 14:00 այդ հատվածը։ Գագիկ Սուրենյանի խորհուրդն է հանգիստն անցկացնել քաղաքից դուրս բարձր լեռնային գոտիներում։ Սա քիչ թե շատ կօգնի մայրաքաղաքի բնակիչներին խուսափելու տապից։ Արարատյան դաշտում քամիները, որոնք փչում են Գեղամա լեռներից և Արագածից, քաղաքին փոքր-ինչ զովություն կբերեն երեկոյան ժամը 8-ից հետո։ Հայկ Հովհաննիսյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։